Բարև, հարգելի YouTube-ը տես, Facebook-ը լս եւ podcast-ը լս նաեւ ես, որտեվ նաեւ podcast կգցենք, սա։ Այսօր ես իմ զրուցակիցը, իմ գոլեգան է Արթուրը Պապյան, որի հետ մենք Cyber Hub-ի հիմնադիրներն ենք, դա տենց կիբերանվտանգության հետ կապված մի կազմակերպություն է, հիմա չխորանանք։ Մենք այսպես նստեցինք եւ որոշեցինք կիբեր շաբաթ անունով sense հանդիպումներ անել, երևի թե ամեն չորեքշաբթի կփորձենք հավաքվել ինչ որ մի կարևոր թեմայից խոսել։ Երկար մտածում ենք, թե կարևոր թեման որն է, քննարկում ենք օրինակ խոսել այս կառավարության կողմից վիրուսի տարածման հետ կապված մարդկանց հետևելու հնարավորությունների մասին կամ նմանատիպ ինչ որ մի բանի, բայց զգացինք, որ անընդհատ խոսակցություններ են 5G, ուրեմն բջջային ցանցերի հետ կապված, անընդհատ տարածվում, անվերում մենակ Հայաստանի խնդիր չի, նայում ենք Լոնդոնում, Հոլանդիայում վառում են 5G աշտարակները, այստեղ էլ տարածվում են ինչ-որ տեսանյութեր, որտեղ ասում են, որ 5G-ով կորոնավիրուսը հենց դրանցով է տարածվում եւ այլն։ Որոշեցինք մի քիչ դրանից խոսել, հասկանալ դրա ինչ է ընդհանրապես, անունը 5G է, 5G, բայց դա ինչ է, ինչի համար է լավ եւ արդյոք ունի խնդիրներ, որովհետեւ եթե մենք խոսում ենք տեխնոլոգիայի մասին, ինքը միշտ ունի խնդիր, չկա տենց հիանալի մի տեխնիկական բան, որը մենակ լավն է, միշտ էլ կողքից խնդիրներ են առաջանում եւ շատ հաճախ այդ խնդիրները կարող են լինել նաեւ անսպասելի ու ոնց որ սկսենք խոսակցությունը դրա մասին։ Ու երևի սկսենք նրանից, որ ասենք տարական հարևաններս նույնիսկ ասում են, որ գնում ես կորոնավիրուսի տեստի, ինչ որ փայտիկով կոկորտիդ վրա չիպ են դնում, հետո 5G-ն դա ինչ-որ գրգռում է ու դու դառնում ես ճուծլի զոմբի ապոկալիպսիս։ Ես եկա ուրախացել էի տան զրույցների վրա, որովհետև 5G-ն ինչ է, ռադիո։ Պարզապես ռադիո։ Իրականում մարդիկ լավ չեն հասկանում, որ մեր շուրջը ռադիոն շատ է իրականում։ Bluetooth ես միացնում, եսի մեռախոսով ես խոսում, Wi-Fi ես միացնում, այդ ամեն ինչը ռադիո է իրականում։ Բայց 5G-ն իհարկե հետաքրքիր տեխնոլոգիա է եւ պետք է հասկանալ ընդհանրապես դրա մասին խոսակցությունը ինչի շուրջ է։ Առաջինը ասեմ, առաջ ընկնելով առնվազն կարող եք իմանալ, որ 5G-ն մեզ չի սպառնում։ Հայաստանում առաջին ինքը չկա, ու մոտակա տարիներին չի լինի ամենայն հավանականությամբ։ Դա բջջային կապի նոր սերունդն է, կար 3G, հետո 4G, իրանք մոտավորապես 10 տարի այսպես քայլով զարգանում են։ Հիմա եկել ենք 5G, իրական չենք եկել, այս տարի նոր ինչ որ տեղեր, ինչ որ քաղաքներում, ինչ որ հատվածներում սա ներդրվում է։ Եվ որն է սրա տարբերությունը նախորդ բջջային կապի եւ յուրահատկությունը։ Ինքը շատ ավելի արագ է, այսինքն խոսքը գնում է, եթե 4G-ն ասես ցկելով կարող է 1 գիգաբիտի հասնի արագությունը, այստեղ մինչև 10 ոնց որ թե հասցնում են, բայց փորձարկումները եւ այլն խոսում են նրա մասին, որ դա լավ ստաբիլ գիգաբիտանոց արագություն է, որպեսզի հասկանալի լինի, դուք եթե 5G ունենայիք, կարողանայիք շատ ֆիլմը քաշել, տենց գողցած կինոն 1-1.5 վայրկյանում կինոն կքաշեր։ Արդյոք դա շատ լավ է, միջին մարդու համար ված չի ունենալ արագ կապ, բայց 5G-ն իրականում մարդու համար չի ավելի շուտ։ Սա առաջին փուլն է, երբ որ ռոբոտների եւ իրերի ինտերնետին կապած իրերի համար է, ինչ որ կոչվում են իրերի ինտերնետ, Internet of Things, երբ որ ինտերնետին արդեն սկսում է կապնել ամեն ինչ, գրեթե հեռուստացույցները արդեն հայտնի բան են, բայց այսօր սրճեփներից բռնած մինչև մեքենաները, օրինակ առանց վարորդ մեքենաները, իրենք արկավորվում են ինտերնետով։ Եվ եթե դու ունես խնդիր, օրինակ դրոնը կառավարելու կամ մեքենան կամ հաստոցը շատ նուրբ գործանող գործարանում, այստեղ պետք է լինում 5G-ն, որտեղ ինքը բացի արագությունից նաև շատ
շարժ արագագործ է եւ անխափան։ Այսինքն Այո, տանխափանը ամենակարևորն է սա, ինձ թվում է շեշտել, որտեղ օրինակ ավտոն քշելուց, եթե հանգարց խափանվի, դա միանգամից սպանություն է։ Հա, օրինակ այս Zoom-ով մենք որ գրվենք խափանվի, տենց կա, ինչ-որ ցեներ կգա, հետո կկտրենք, մոնտաժ կանենք։ Եթե ավտոն գա վրովը անցնի, որովհետեւ այդ կապը կտրվել էր, տենց ինձև այդքան էլ դուրեկան չի։ Հենց որ 5G-ն այդ տեսանկյունից հաջորդ փուլն է տեխնիկայի զարգացման, որը լավն է թե վատն է, դժվար է ասել, վաղ ցույց կտա, որովհետև իհարկե երևի հաջորդ անգամ կարող է դրանից խոսանք, բայց եթե ռոբոտները ամեն ինչում սկսեն մարդկանց փոխարինել, լիքը լավ բան կարող է լինել, բայց հազար մի խնդրեմ առաջանալ, օրինակ գործազրկություն։ Էլ ինչն է այստեղ կարևոր իմանալ 5G պլյուսների մասին, հա, օրինակ խոսում են օրինակ, որպիսի հեռու դիստանցիայից բժիշկները վիրահատական ինչ-որ միջամտություններ անեն։ Այստեղ եւ կապի ծավալներն են պետք, որպեսզի կարողանան շատ լավ բարձր որակի վիդեո տեսնել սթրիմինգ եւ նաեւ անխափանություն, որտեղ կյանքից մազից կախված բաների մասին ենք խոսում։ Հաջորդ կիրառությունը virtual reality, augmented reality, այսինքն վիրտուալ իրականության 360 աստիճանի վիդեո է դա, այսինքն ցանկացած քո տեսած վիդեոն բազմապատկվում է 4-ով ծավալներ, հա, սթրիմը, որպեսզի ցանկացած պահի նայես բոլոր կողմերի ոնց որ բարձր որակի վիդեոյի սթրիմինգը եւ պլյուս հաճախականությունն են բարձրացնում վիդեոյի հերցաժը, որպեսզի մարդը բան չզգա սրտխառնոց ու տենց զգացումներ ու այս ծավալների համար ինքը պարզապես միակ լուծումն է, հենց դրա համար դրան գնացին, որտեղ չեր ցկում եւ վերջին կարևոր բանը 5G-ի խտությունն է։ Այսինքն նույնիսկ կա պոտենցիալ, որ 5G-ները եթե տնեն շատանա, դուք տանը այլևս Wi-Fi hotspot-ի կարիք նույնիսկ չունենաք, որտեղ ձեր տան ամեն մի սարքը իր 5G-ն ունենա, իր սեփական IP-ն ունենա, IP6 պրոտոկոլով կլինի, կպած կլինի ու կունենա անխափան լավ ինտերնետ։ Միթե լավ վատ, ինչքան որ խելքի մոտ չգիտեմ, բայց պոտենցիալը կա ու այդ պոտենցիալը լավ բաների մասին է խոսում։ Մեր կյանքը հիմա շատ ավելի հարմար է, քան որ աղավնիներով էինք իրար ինչ-որ նամակներ ուղարկում, հիմա պատկերացեք 5G-ին։ Ունում է հասկանալ դրա թերությունների մասին։ Հիմա թերություններից ենք մի քիչ խոսանք, այդ խտությունը եւ այլն ինքը եւ արագությունը, խափանությունը ապահովում է նրանով, որ շատ ավելի բարձր հաճախականության վրա է սկսում աշխատել, այսինքն ռադիոյի միլիմետրանոց ռադիոյին մոտ հաճախականություններ են, որը օրինակ բերում է նրան, որ անտենաները պետք է լինեն շատ ավելի իրար մոտ, որտեղ այս հաճախականության վրա ավելի ուրեմն ռադիո ալիքը դժվարությամբ է շարժվում, դրա համար անտենաները ավելի մոտ են լինելու, այսինքն ամբողջ քաղաքը 100 մետրի վրա պետք է տեղադրվեն 5G կայաններ։ Իհարկե ինքը ավելի էներգախնայողական է, ավելի փոքր է, այսպես այդքան մեծ չի ամեն ինչը լինելու, բայց իհարկե մարդկանց նյարդայնացնելու է։ Ու այստեղ մենք գալիս ենք մի կարևոր խնդրի, որը իրական պատասխան չունի, բարձր հաճախականությունները մինչև հիմա լուրջ հստակ ապացուցված չի իրանք առողջության վրա ազդեցություն ունեն թե ոչ։ Ընդհանրապես այս վեճերը գնում են Wi-Fi-ը, օրինակ Wi-Fi-ը լավ է, որ տանը միացրած է, թե չէ։ Առողջության վրա ազդում է, թե չէ։ Հեռախոսով բջջային երկար խոսելը վտանգավոր է, թե չէ։ Մի կողմից կան հետազոտություններ, այս Wi-Fi-ը որ տանը չի լինում, դա իմ առողջության վրա ավելի պես է ազդում։ Որ չի լինում գժվում։ Դեպրեսիա առաջացնում է, բայց քանի որ այս ամեն ինչը շատ նոր է, երկարաժամկետ, իսկապես երկարաժամկետ ուսումնասիրություններ չկան, ապա կասկածներ կան, որ կարող է կա ազդեցություն, ինչ որ դեպքերում, ինչ որ կենթանիների վրա, մկների, առնետների վրա, փորձարկումների վրա, ինչ որ բաներ տեսնում են, ինչ որ օրինակ տղամարդ առնետների մոտ, եթե տղամարդ կարելի է առնետիր ասել, ազդեցությունը բացասական կա, որցերի մոտ, մկների մոտ չկա, այսինքն շուտ տարօրինակ բաներ կան։ Այս մխիթար եմ էլի մեր ժողովրդին սեն։
կարելի է նաև ասել ինչի Հայաստանում առաջիկայում դեռ չի լինի։ Как минимум, որտեվ 4G-ն դեռ մինչև վերջ Հայաստանում դեռ դրված չի։ Մարդիկ այդ օպերատորները ծասերն արել են, դրա փողը չեն արել, ու մնաց հիմա նոր ցանց ստեղծեն, այն էլ ավելի խիտ։ Այսինքն հորով մերով չենք արել 4G-ն, 5G-ն որ լինի էլ ինքը լինելու է հատվածաբար, այսինքն ամենտեղ չի լինի։ Եվ հետո որ արտադրությունում են ստեղ օգտագործելու քո ասածով։ Երկրորդը մենք չունենք տենց ռոբոտացված արտադրություններ եւ այլն, որոնք պահանջում են, այսինքն 5G պահանջարկ շուկայում չկա։ Երկրորդը առաջարկել չկա, որտեղ մեր օպերատորները բավական ծանր վիճակում են, գիտեք, մեկը փորձում է վաճառվել երկրորդին, որի մեջ էլ ինչ որ խնդիրներ են, իրար հետ չեն կարողանում այդ հարցը լուծել եւ այլն։ Հենց որ կարող եք հանգիստ լինել 5G-ն մեզ չի սպառնում, երկրորդը 5G-ով չի հաստատ կորոնավիրուսը տարածվում, որովհետև Հայաստանում ինքը լավ էլ տարածվում է, օրինակ Էջմիածնում հաստատ 5G չկար, բայց լավ էլ թափով տարածվում էր։ Էնպես որ իսկ կկարողանան 5G-ով մարդկանց զոմբիացնել, թե չէ, իրականում ասեմ, հենց բուն 5G-ով չէ, բայց 5G-ի կիրառմամբ տեխնոլոգիաները շատ լավ կարող են օգտագործվել ռեպրեսիվ տոտալիտար կառավարությունների կողմից մարդկանց հետևելու համար, բայց նենց չէ, ոնց մարդիկ պատկերացնում են, որ sense միացնում են ինչ որ sense մունդար պրոֆեսորը անելու sense։ Ես մեր հայերը զոմբիացողը չեն էլի սեմա։ Չէ, բայց ոնց է, ուզում եմ ասեմ մարդիկ պատկերացնում են, օրինակ ինձ այսօր հարցնում էին, ասում էին, որ կենսաչափական անձնագիր ստանալուց ինչու է այն մարդիկ գնում հատուկ մենակ այնտեղ նկարահանվում եւ կան կասկածներ մարդկանց մոտ, որ այնտեղ հատուկ ձևի է այդ ֆոտոն աշխատում, այդ լույսը բանը ու այսպես ճակատի մեջ ինչ-որ բան է մտնում այդ ժամանակ եւ հետո մարդուն դրանով կառավարում են։ Նույնն էլ ասում են 5G-ին ինչ-որ տանումներ են հատուկ ձևով մտնում եւ այն կառավարում են։ Իրականում մարդկանց կառավարելու շատ ավելի լավ ձևեր կան, որոնք հիմա տարբեր տեղեր փորձարկվում են ու դա օրինակ մամուլի միջոցով, օրինակ YouTube-ով ահավոր տագնապալից երաժշտությամբ տեսանյութեր ստարկել ու բոլորին համոզել, որ պետք է օրինակ արտուկները շատ վտանգավոր են մարդկանց համար ու պետք է բոլոր արտուկները հավաքել ու ոչնչացնել եւ այլն ու մարդկանց տենց կարելի է զոմբիացնել հեչպես ու ինձ թվում է տենց օրինակներ գիտեք ու իհարկե 5G տեխնոլոգիաները թույլ կտան ստեղծել ավելի լավ վերահսկողական համակարգեր։ Եթե 5G-ով դուք հեռախոս ունենաք, ձեր տեղանքը կառավարությունը կկարողանա ֆիքսել շատ ավելի լավ, քան հիմա 4G-ով։ Ու անխափան։ Անխափան, ավելի խիտ, ձեր ամեն մի քայլը կկարողանան հետևել, բայց խնդիրը այստեղ 5G-ն չի։ Խնդիրը նրանում է, որ ուղղակի տեխնոլոգիաները այսօր մի կողմից թողում են օրինակ զարգացնել խոսքի ազատությունը, բայց մյուս կողմից նույն տեխնոլոգիայով կարողանում են մարդկանց մանիպուլացնել, սխալ բաներ համոզել, ուղղորդել կեղծ ուղղություններով ու տեխնոլոգիան տվյալ դեպքում պարզապես գործիք է, ուղղակի վատն է, որ ինչ որ միշտ չի նորմալ ձևով կիրառվում։ Բայց որ եթե գլոբալ ասենք, եթե 5G նայենք, եզրակացնենք, առաջինը ինքը մեզ չի սպառնում դեռ որ, վաղ թե ուշ ինքը մտնելու է տեխնոլոգիական զարգացումը դժվար թե կարողանանք կանգնացնել։ Առողջության վրա ազդեցություն ունի թե չէ, իսկապես պարզ չի, առնվազն չկան հստակ ապացույցներ, որ ունի վատ ազդեցություն։ Բայց գոնե մինչև մեզ հասնի ինչ որ բաներ կիմանանք արդեն։ Հա, գոնե մենք այնքան ուշ կմտնի Հայաստան, որ գոնե ուրիշների փորձի վրա արդեն կիմանանք էլի։ Հասկանանք, խնդիր կար թե չէ։ Իհարկե, իսկապես մտահոգիչ պահ կա, որ շատ բարձր հաճախականություններ խիտ-խիտ ներդրված, չուսումնասիրված երևույթ։ Բայց հիմիկվա հեռախոսները մարդիկ գիտեն, որ աշխատում են այդպես գլխի մոտ շատ չխոսան, չգիտեմ, գոտկաթեղի մոտ չպահեն, որ սեռական օրգաններին վնաս չտա ու գուցե իրանք ճիշտ են։ Հա, առնվազն բան է էլի էներգիայի ճառագայթումը։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ զոմբի երևի չդառնանք 5G-ի պատճառով, բայց եթե այս YouTube-ի
հիմար վիդեոները շատ նայենք, ավելի մեծ է հավանականությունը զոմբի դառնալու։ Եսի ինչ անենք, եզրափակվենք, հա, երևի։ Այլի։ Դե մյուս շաբաթ կհանդիպենք, եթե մի հատ արտարոց թեմա չլինի, կխոսենք այս զարգացումները թե ինչ հետևանքներ կունենա։ Եվ ընդհանրապես հետաքրքիր մի թեմա էլ է, այս կորոնավիրուսը ինչ հետք կթողի տեխնոլոգիայի կիրառման վրա, հասարակական process-ների, որտեղ հաստատ թողել է ու լավ հետքեր չեն միայն լինելու։ Ես տնից չեմ գնա օֆիս աշխատելու, տունը լավ։ Լավ։ Լավ խոսեցինք։ Չէ։ Пока։ Մենք ծավալվանք։